երբ որ նման բան է կատարվում, ասենք, ու դու տեսնում ես, որ երկրի ղեկավարը գնում է 4 տարօրինակ այցելությունների Հայաստանով, պիրաժոկա ուտում, նարդի խաղում, չգիտեմ, բլոտ խաղում եւ այլն, այսինքն զբաղվում է իր ընտրաշավով, ուղիղ այն ժամերին վատնելով այն ժամանակը, որ ինքը պետք է այդ պահին նվիրեր ամբողջ աշխարհի հետ հաղորդակցվելով, ասենք, ինքը հեռախոսների վրա նստած էր ուղղակի, զանգեր ես կողմենք, կոորդինացնել մեր արտաքին քաղաքականությունը, դուրս գար տարբեր պետությունների հետ կոնտակտների, թեկուզ չեմ ասում, ասենք, ամենաբարձր մակարդակով, բայց դա հիմա ամենակարևոր բաները, կոնսուլտացիաները, ասենք, Իրանի հետ, Ամերիկայի հետ, Իսրայելի հետ, ինչու՞ չէ, Ռուսաստանի հետ, Չինաստանի, Հնդկաստանի եւ այլն եւ այլն։ Ուղիղ մեկ օր հետո անվտանգության խորհրդի նիստ ասել մեկ օր հետո, դրանից մեկ օր հետո էլ նոր Փեզեշյանի հետ խոսեց ցավակցեց։ Հա, դա էլ արվեց էլի ոնց որ ճնշման տակ, որովհետեւ մենք քննադատեցինք բոլորս, կարծում եմ մենակ մեկ չենք եղել քննադատող։ Ամբողջ շաբաթօրվա հենց հարձակումները, չէ, երբ որ դու մի քանի օր դու գնում ես ու Հայաստանում նարդի կարտ խաղալով ես զբաղվում պիրաժոկ ուտելով, դա անլուրջ է։ Ինքը այսինքն իր առաջին ռեակցիան եղել է անտեսումը բանի, այս իրավիճակի։ Երբ որ բուն պատերազմը սկսել, ինքը ժամանակ զբաղված էր դրանով։ Ինքը պետք է ամեն ինչ դադարեցներ, ու մտներ բան, այդ անվտանգությունը, չգիտեմ, դիվանագիտությունը ապահովելու այդ վիճակի մեջ։